Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է։ Ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Հայաստանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը, որին ընդունել է վարչապետ Փաշինյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Արցախի պետական համակարգի աշխատակիցը օծանելիքի, iPhone 11-ի և գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին Հայաստանի և Արցախի մասին տեղեկություններ է փոխանցել։ Դավաճանության հերթական դեպքն է բացահայտվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է երկրորդ բանակային զորամիավորում, նաև հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտի եղել մարտական հենակետերում զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Նա այնտեղ մասնակցել է միջազգային տնտեսական համաժողովին, հանդիպում ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և հայ համայնքի հետ։ Անորոշ սկզբունքներով հաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը։ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն անդրադարձել է գերատեսչության կողմից պատվավոր կոչումները չեղարկելու նախագծին։ Երևանում անցկացվեց Miss Model 2022 և Mr. Model 2022 մրցույթը, որին ինչպես նախորդ տարի այս անգամ ևս մասնակցեցին Քվիսթի նորաձևության դպրոցի շրջանավարտներն ու մանկատան սաներ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանում։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան գործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։ Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը։ Հայաստանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը, որին ևս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ տիկին Դոնֆրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը։ Դոնֆրիդի խոսքով Միացյալ Նահանգների վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնումն ու ամրապնդումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է Միացյալ Նահանգների առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը համանախագահության շրջանակում։ Քերեն Դոնֆրիդին ընդունել է նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերություններին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման հեռանկարներին։ Այս հանդիպանը ևս քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունության առնչվող թեմաներ։ Միրզոյանը ներկայացրել է 2020 թվականի Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները, շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ։ Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակը և Հայաստանի տեսակետներն այդ հարցերի լուծման ուղղությամբ։ Քերեն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը։ Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը։ Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը նաև հայտնել է պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին։ Պետական համակարգի աշխատակիցը օծանելիքի, iPhone 11-ի և գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին Հայաստանի և Արցախի մասին տեղեկություններ է փոխանցել։ Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի հանրապետության քաղաքացի պետական համակարգի աշխատակից ԱՀ-ի հետ 2021 թվականի մայիսին Facebook սոցիալական ցանցի միջոցով ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում։ ԱՀ-ն ընդունելով նրա առաջարկը սկսել է նրան տրամադրել որոշակի տեղեկություններ, որոշ ժամանակ անց օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հրավերով և ֆինանսավորմամբ ԱՀ-ն 2021 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնել է Ուկրաինայի Հանրապետության քաղաք Կիև, որտեղ հանդիպել է օտարերկրյա հատուկ ծառայության երկու աշխատակիցների հետ, արդեն իսկ տրամադրած տեղեկությունների դիմաց նրանցից ստացել է 400 ԱՄՆ դոլար գումար ու թանկարժեք օծանելիք և պայմանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրող տեղեկություններ։ Կիևից վերադառնալուց հետո ԱՀ-ի համագործակցությունը օտարերկրյա հատուկ ծառայության հետ ստացել է այլ երանգ։ Վերջինս սկսել է գործել հստակ առաջադրանքներով, որոնց կատարման արդյունքում փոխանցել է տեղեկություններ, որոնք թեև պետական գաղտնիք չեն հանդիսանում, բայց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության դեմ։ 2022 թվականի հունվարի 28-ին ԱՀ-ն օտարերկրյա հատուկ ծառայության կողմից կատարված աշխատանքի համար վարձատրություն ստանալու և հրահանգավորվելու նպատակով նրանց հրավերով և ֆինանսավորմամբ մեկնել է Վրաստանի Հանրապետության քաղաք Թբիլիսի, որտեղ նրանց հետ տեղի ունեցած հանդիպան ընթացքում ստացել է 1500 ԱՄՆ դոլար գումար և ստորագրել նրանց հետ համագործակցելու պարտավորագիր, ինչպես նաև թանկարժեք նվերներ, օծանելիք, պայուսակ և iPhone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները։ Հանդիսանալով պետական համակարգի աշխատակից 2021 թվականի գարնանը որպես արտասահմանում գործող գիտահետազոտական համալսարանի աշխատակից ներկայանալով որպես ազգությամբ հայ, իմ հետ կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ-ում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում։ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը, հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է։ Այլ թեմաներ, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է երկրորդ բանակային զորամիավորում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելուն ուղղված լուծումները։ Այնուհետև Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակի մարտավարական զորավարժությանը։ Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին հանձնել խրախուսական պարգևներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Անցնենք տնտեսական թեմաների և փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում արտարժույթի շուկայում, ինչու է դոլարի փոխարժեքն ընկնում, իսկ դրամն ու ռուբլին կայունանում, սակայն միաժամանակ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում։ Այս հարցերի պատասխանները ստանալու և առհասարակ Հայաստանի տնտեսության պատկերը ամբողջացնելու համար Ազատ լուրերի տաղավարում կզրուցենք տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, տևական ժամանակ է արտարժույթի շուկայում քաոտիկ վիճակ է ստեղծված։ Եվրոն, դոլարը երկրաչափական պրոգրեսիայով նվազում են, սակայն հայկական արժույթը դրամը կայուն իր դիրքում է։ Ինչով է պայմանավորված նման վայրի վերումները։
Տեսեք, մի քանի գործոններ են ազդում այս իրավիճակի վրա, որոնցից գլխավորը այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում եւ Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների հիման վրա ձևավորված իրավիճակն է Ռուսաստանի արժութային շուկայում, որը նաեւ որոշակի կերպով նաեւ ածանցվում է հայաստանյան արժութային շուկայի վրա, ես դա կներկայացնեմ ինչ հիմքերով։ Նախ եւ առաջ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, որպեսզի ավելի հակիրճ ասեմ, արևմտյան երկրների պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանից ներմուծում արևմտյան երկրներից բացարձակապես դադարեցվել է։ Ու բացառությամբ մի քանի փոքր այդպես դեպքերի, հիմնականում դրանով պայմանավորված Ռուսաստանի շուկայում արտարժույթի նկատմամբ խոշոր ընկերությունների պահանջարկը արտարժույթ գնելու արժութային շուկայում բավական, այսինքն նվազել է, համարյա 0-ի է հասել։ Եվ փաստացի Ռուսաստանի շուկայում կուտակված այդ հսկայական արտարժութային միջոցները, որոնք առաջացել են հիմնականում արտահանման հաշվին նավթի, գազի եւ այլ ակտիվների, պետք է որոշակիորեն դա օգտագործել, բայց օգտագործման տեղ չկա, ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող պահանջարկը ընդհանրապես կազմում է այդ պահանջարկի շուրջ 20%-ը ոչ ավել։ Փաստացի այդ հսկայական արտարժույթի կուտակված պաշարների պայմաններում բնական է, որ ռուսական արժույթի փոխարժեքը պետք է բարձրանա դրանց հանդեպ, որովհետեւ արժութային շուկայում ցանկացած այլ շուկայական հարաբերությունների, այդպես ասած, անալոգիայով ձևավորվում է փոխարժեքը առաջարկի պահանջարկի հարաբերակցության հիման վրա։ Այսինքն կա բավական մեծ առաջարկ, բայց չկա պահանջարկ։ Սա ռուսական ռուբլու արժևորման մասին, իսկ Հայաստանում թե ինչպես է դա ազդում հայկական դրամի արժևորման վրա, բնականաբար գաղտնիք չէ, որ դեպի Հայաստան գալիս են բավական մեծ քանակով ռուսաստանյան քաղաքացիներ աշխատանքի, նաև զբոսաշրջության, այո, փաստացի մոտավորապես 300,000 անձանց մասին է խոսքը գնում, որը կազմում է շուրջ մեր ազգաբնակչության 10% եւ նույնիսկ ավել, եւ այս քաղաքացիները իրենց հետ բերում են նաև արտարժույթ, որոնք փոխանակելով հայկական դրամի, այսինքն դրամի նկատմամբ պահանջարկը կտրուկ մեծացել է։ Իսկ առաջարկը մնացել է անփոփոխ եւ այս պայմաններում նաեւ Ռուսաստանի այս իրավիճակը տեղափոխվում է, այսպես ասած նաեւ հայաստանյան շուկա եւ արժութային շուկայում մենք նկատում ենք նաեւ հայկական դրամի բավական արժևորում դոլարի եւ եվրոյի նկատմամբ, իսկ եթե նկատեք ռուսական ռուբլու նկատմամբ համարյա թե պահպանվել է այն կայունությունը, որը կար նաեւ մինչ պատերազմյան իրավիճակում։ Շատ լավ, պարոն Սարգսյան, սովորաբար ընդունված է ասել, որ նավթը եւ գազը ոչ միայն բնական ռեսուրս են, այլ նաեւ քաղաքականություն։ Կարող ենք ասել դոլարը եւ եվրոն նույնպես քաղաքականություն են։ Ու կարող ենք ասել, որ դոլարի անկումը, եվրոյի անկումը դա նաեւ Միացյալ Նահանգների տնտեսության անկում կարող է դիտարկվել։ Իհարկե, այս աշխարհական աննախադեպ իրավիճակը ազդում է նաև ԱՄՆ-ի տնտեսության վրա, թվում է թե ինքը պատերազմի մեջ որպես այդպես ներքաշված չէ, եվրոպական երկրները ավելի շատ են մոտիկ այդ տարածաշրջանին եւ ռուսական գազից ու նավթից նրանց կախվածությունը ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, սակայն քանի որ ԱՄՆ-ն ներկայացնում է մի արժույթ, որը համաշխարհային ընդունելի վճարամիջոց է, համար առաջի արտարժույթն է աշխարհում, որը ճանաչվում է բոլոր պետությունների կողմից եւ փոխադարձ առևտրային հաշվարկների ժամանակ օգտագործում է հենց ԱՄՆ դոլարը։ Այս պատերազմը փաստացի բերեց միջազգային տնտեսական հարաբերությունները որոշակի ֆրագմենտացիայի, այն առումով, որ առանձին երկրների կողմից, նույն մասնավորապես ԵԱՏՄ-ն արդեն իսկ գաղտնիք չի, որ անցել են ռուբլով հաշվարկների, հետագայում նաև ազգային արժույթներով, իսկ օրինակ Ռուսաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Իրանի հետ այդ փոխադարձ առևտրաշրջանառությունը այսուհետև կիրականացվի ազգային արժույթներով, այսինքն այդ երկրներին արդեն ձեռնտու է իրենց ազգային արժույթները կիրառել, քան երրորդ երկրի, այսինքն տվյալ դեպքում ԱՄՆ դոլարի օգտագործումը փոխադարձ հաշվարկներում, ինչը նաև թույլատնում է ԱՄՆ դոլարի դիրքերը միջազգային շուկայում եւ քանի որ նաև բավական մեծ գնաճ կա ԱՄՆ-ում, ինչը առաջացել է թե էներգակիրների բարձր գների պայմաններում, թե նաև բավական մեծ քանակի իրացվելիության ներարկումով, COVID-ի ազդեցությունների հաղթահարելու նպատակով, այս դեպքում ԱՄՆ-ի տնտեսության համար բավական մեծ դժվարին իրավիճակներ կստեղծվեն ապագայում, կարծում եմ։ Պարոն Սարգսյան, մենք խոսեցինք ռուս-ուկրաինական պատերազմից, կոնֆլիկտից, կա արդյոք վիճակագրություն, կա արդյոք տեղեկատվություն, հայաստանյան տնտեսությունը արդյոք կրել է կորուստներ կամ չի կրել կորուստներ, ինչ վիճակում է, այսինքն ինչ ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական հարաբերությունները հայաստանյան տնտեսության վրա, հայ տնտեսվարողի վրա։ Սկզբնական շրջանում կանխատեսվում էր բավական մեծ
ազդեցություն կունենա տնտեսական առումով, բացասական ազդեցություն, քանի որ Հայաստանը Ռուսաստանի համար մեկ առևտրային գործընկերն է եւ թե արտանման եւ թե ներմուծման մասով առաջի տեղն է մեր առևտրաշրջանության մեջ արտաքին, սակայն նույնիսկ համաշխարհային բանկի կանխատեսումները, որոնք մարտին կանխատեսում են Հայաստանում տնտեսական աճը դանդաղելու է այս տարվա մինչև 1.2%, ընդ որում հարևան հանրապետությունների համեմատ բավական ցածր է այդ ցուցանիշը, պայմանավորված նրանով, որ Հայաստանը բավական մեծ կախվածություն ունի թե Ռուսաստանից ներհոսող տրանսֆերներից, թե նաև այդ արտահանման հետ կապված խնդիրներ կլինի, քանի որ այդ ժամանակ, եթե հիշում եք, ռուբլին բավական մեծ չափով արժեզրկվել էր։ Անկում ապրեց նույնիսկ մինչև 4.5։ Այո, դրա արդյունքում այդ կանխատեսումը փաստացի այդ պահին թվում էր իրատեսական, սակայն հետագա մենք մեր արդեն իսկ վիճակագրական տվյալների վերլուծությունից պարզեցինք, որ կախված այն հանգամանքից, որ նախ-առաջ ռուսական ռուբլին կայունացավ, վերականգնեց իր դիրքերը արժութային շուկայում, նաև պայմանավորված Հայաստան տրանսֆերների ոչ միայն չկրճատվելով, այլ նաև աննախադեպ աճով շուրջ 2.5 անգամ Ռուսաստանից մեծացել է արտարժութային այդ տրանսֆերները դեպի Հայաստան, ինչը նաև Հայաստանի ներքին շուկայում բավական մեծ պահանջարկի խթանման այսպես գործոն հանդիսացավ, եւ եթե մենք նայենք վիճակագրական տվյալները, ապա մասնավորապես ծառայությունների ոլորտում եւ առևտրի ոլորտում, ու ծառայությունների ոլորտում երկնիշ աճ է 23.5%, ինչը բավական մեծ ցուցանիշ է, աճ է գրանցվել նաև հիմնական բոլոր ոլորտներում, թե առևտրի մեջ, նույնիսկ շինարարությունը 9%-անոց աճ, առևտրաշրջանությունը թե արտահանման, թե ներմուծման մասով բավական բարձր ցուցանիշներ արձանագրվել։ Այո, այս պարագայում կարծում եմ վնասների մասին խոսել այս պահին տեսանելի վնասներ։ Այո, այս պահին մենք վնասների որևէ, այսինքն որևէ դիրք չենք տեսնում, որ այստեղ մենք կարող ենք վնասներ կրել։ Եթե իրավիճակը իհարկե այսպես պահպանվի, ուղղակի քանի որ անկանխատեսել իրավիճակ է, ուստի կարծում եմ ապագայի երկարաժամկետ պլան այսպես կանխատեսումներ իրականացնել չեն կարող։ Միակ խոցելի խնդիրը մեր տնտեսության համար դա գնաճն է, որը իհարկե բոլոր երկրներում է այս պահին բավական մեծ չափերով։ Ծորենի պաշարն է բավականին նվազել եւ գները բարձրացել են արվածաղկի ուղղ։ Այո, նաեւ սննդամթերքի, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, նաեւ էներգակիրների գների բարձր այս շուկայական միջազգային շուկաներում բարձր գների պայմաններում, նաեւ դա ածանցում է Հայաստանի տնտեսության վրա եւ այստեղ եւս մենք տեսնում ենք բավական բարձր գնաճ 9% անցած ամսվա տվյալներով եւ սա է մտահոգիչ, որը իհարկե կարող է նաեւ խաթարել վճարունակ պահանջարկը եւ նաեւ տնտեսության Շատ լավ, պարոն Սարգսյան, վերադառնանք մեր իրականություն եւ մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Շարքային քաղաքացին գնում է բանկ եւ բանկից իր տրանսֆերն է փորձում վերցնել, ենթադրենք ազգականը ուղարկել է գումար, արտարժույթի տեսքով դոլարի կամ դրամի, բանկն ասում է ես քեզ տալիս եմ օրվա կուրսով դրամ։ Ինչով է սա պայմանավորված։ Ինչու չեն վճարում արտարժույթի տեսքով։ Եվ քաղաքացին չի կարողանում իր արտարժույթը ստանալ, հիմնավորում չկա, ասում են բանկի ներքին օրենքն է, կենտրոնական բանկի հետ փոխհամաձայնեցված։ Ինչ անի այս դեպքում շարքային քաղաքացին։ Տեսեք, այս պահին որևէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմանափակի քաղաքացիների արտարժույթի արտքովաճառքը, արտարժույթը, ասենք, բանկում գնելը կամ վաճառել կամ նաև փոխանցված արտարժույթը ստանալը։ Մասնավորապես եթե նման բաներ Ռուսաստանում օրինակ ընդունվեց նման սահմանափակում, հիշում եք քաղաքացիներին արտարժույթի վաճառքը արգելվեց ժամանակավորապես, նաև որոշակի բարձր միջնորդավճարներ սահմանվեցին, որպեսզի քաղաքացիները հնարավորինս զերծ մնան այդ արտարժույթի փոխանակումից, արտարժույթի արտքովաճառից։ Հայաստանում պատկասով նման բան գոյություն չունի։ Սա միգուցե բանկի մտավախությունն է, կախված արտարժույթի հետ կապված բավական մեծ հետաքրքրությունը քաղաքացիների կողմից, որովհետև փոխարժեքը բավական նվազել է, հնարավոր է որոշակի սպեկուլյացիվ միտումներ, այսինքն հիմա ցածր գնով վերցնեն արտարժույթ, կարծելով որ հետագայում կբարձրանա, սակայն պետք է նշեմ, որ այս իրավիճակը նախկիններից տարբերվում է եւ նման տրամադրությունները կարծում եմ այս պայն դեմ հիմքեր չունեն, որովհետև որևէ ակնկալիք, որ բավական կտրուկ ձևով կբարձրանա փոխարժեքը, հնարավոր է տատանումներ լինեն, բայց կախված ոչ թե զուտ արժութային շուկայում ստեղծված իրավիճակով կամ զուտ արժույթի հետ կապված խնդիրներով կամ տնտեսության, այլ աշխարհակահաղական իրավիճակը ստիպում է նոր իրողությունների հետ համակերպվել եւ սա նշանակում է, որ հնարավոր է նաեւ նույնիսկ փոխարժեքը ավելի անկում ապրի։ Բայց շարքային քաղաքացին կարող է պահանջել իր եվրոն կամ իր դոլարը։ Բանկից։ Իհարկե կարող է, որովհետեւ դա իր օրինական իրավունքն է եւ որևէ սահմանափակում չկա։
մեր առևտրաշրջանառության մեջ Հայաստանում պարզապես արտաժույթով այսպես ասած գործակներ չեն իրականացում, սակայն արտաժույթ գնել կամ վաճառել է քաղաքացու իրավունքներ եւ բանկից դա որևէ օրինակ փոխանական կետերում նման խնդիր չկա, ասենք արտաժույթը գնել վաճառելու հետ կապված բանկերը յուրաքանչյուր բանկի ներքին քաղաքականություն ունի, սակայն դա որևէ իրավական ակտով պետք է հիմնավորվի եւ ապացուցվի, որ դա իրոք բխում է այսինչ իրավական ակտից, որը ես կրկնում եմ, չկա նման իրավական ակտ կենտրոնական բանկի կողմից սահմանված։ Իսկ դա պետք է կենտրոնական բանկը սահմանի։ Շատ լավ, պարոն Սարգսյան, Կենտրոնական բանկի նախագահ վերջերս ազգային ժողովում ճեպած զրույցի ժամանակ նշեց, որ Կենտրոնական բանկը իր մանդատը չի օգտագործի եւ արհեստականորեն չի նվազեցնի դրամի գինը, որպեսզի ավելի քաոտիկ վիճակ չլինի, գները ավելի չբարձրանան։ Ինչ է դա նշանակում։ Մի փոքր այդ մասին խոսենք։ Տեսեք, քանի որ մեր մոտ փոխարժեքը ձևավորվում է շուկայում առաջարկ եւ պահանջարկի հարաբերակցության արդյունքում եւ Կենտրոնական բանկը երբևէ չի էլ միջամտել, այսինքն դա իր այսպես ասած օրենսդրական խնդիրների չի, օրենսդրական իր հիմնական գործառույթը նպատակը գների կայունության ապահովումն է եւ այս նպատակով եթե որոշակի գործողություններ իրականացվեն, դրա արդյունքում անուղղակիորեն դա ազդի փոխարժեքի վրա, սա այլ խնդիր է, բայց անմիջապես ինտերվենցիաներ իրականացնել, սա այն դեպքում է արդարացված, երբ որ վտանգված է երկրի ֆինանսական համակարգի կայունությունը, այդ դեպքում Կենտրոնական բանկը, այսպես ասած, որպես երկրի գլխավոր դրամատուն ստիպված պետք է ինտերվենցիաներ իրականացնի արտարժութային, որպեսզի փոխարժեքը պահպանի որոշակի դիրքում։ Այս պահին այդ արժևորումը այդքան մեծ չափով չի եւ բխում է ստեղծված իրավիճակից, այսինքն ինչ որ անոմալիա այստեղ ես չեմ նկատում, որպեսզի սա մտահոգիչ լինի։ Եթե խնդիրը նա է, որ ասենք արտահանման հետ կապված մենք խնդիր կունենանք, տեսեք, այո, այլ հավասար պայմաններում դա կարող է ազդել մեր դրամի արժևորումը բացասաբար ազդել արտահանման վրա, քանի որ հաստատի եթե ստացված հասույթը արտարժութային ներքին շուկայում փոխանակելիս ավելի քիչ դրամ են ստանում արտահանողները եւ դա իրենց ֆինանսապես արդպես ձեռնտու չէ լինի եւ կտուժեն, սակայն այս իրավիճակում, քանի որ մենք գործ ունենք համաշխարհային մակարդակով եւ բոլոր երկրներում բարձր գնաճով, իսկ մեր հիմնական եթե գործընկերը Ռուսաստան եւ մենք նայենք Ռուսաստանի շուկայում ինչ գնաճ է 17.1% վերջին տվյալներով մայիս ամսվա, սա բավական բարձր ցուցանիշ է, այսինքն եթե նախկինում ապրանքը պետք է վաճառել ինչ որ գնով, ապա հիմա բնականաբար այդքան տոկոս ավելի բարձր։ Իսկ մեր, այո, իսկ մեր դրամի եւ ռուսական ռուբլու հարաբերակցությունը գրեթե պահպանվել է կայուն է, այսինքն այստեղ ընդհակառակը կարծում եմ որևէ բացի դրականից որևէ բացասական բան չեմ նկատում։ Ինչ վերաբերում է այլ երկրներ, ասենք օրինակ եվրոյով կամ դոլարով այդ հասույթների, դա կախված Եվրոմիություն, ու իհարկե մեր համար արտահանման ուղղությունը այդպես մեծ ծավալ չի կազմում։ Եվրոմիությունը մանավանդ GSP+ համակարգից Հայաստանին, այսպես ասած, հանելու, հետ կապված, դուրս թողնելու հետ կապված, սակայն այնուամենայնիվ եթե այս իրավիճակն ունենք, Եվրոմիությունում գնաճը կազմում է շուրջ 8%, եւ մեր արժույթի, այսպես ասած, արժևորումը եվրոյի նկատմամբ մոտավորապես 10%-ի սահմաններում է, այսինքն զգալի ինչ-որ կորուստների խնդիր ես չեմ տեսնում այս բանը, որը մտահոգիչ լինի։ Մտահոգիչը գնաճն է, որը անընդհատ փոխվում է, այսինքն գների ճիշտ պլանավորում, արտահանման գներ, որովհետև այդ ստեղծված իրավիճակով գնաճային ֆոնին անընդհատ գներ են փոխվում եւ այստեղ ավելի մեծ խնդիր է արտահանողների թե բոլոր տնտեսվարողների համար ճիշտ պլանավորում իրականացնելը, այսինքն ապագա գործողությունները իրենց ճշգրտորեն պլանավորել ըստ ստեղծված իրավիճակի, որը բավական անկանխատեսելի է, սա է միակ խնդիրը կարծում եմ։ Շատ լավ, պարոն Սարգսյան, եւ ամփոփելով քաղաքացուն, շարքային քաղաքացուն անհանգստացնող շատ կարևոր թեմային անդրադառնանք, սպասել ապագայում գնանկում եւ եթե մարդ ունի արտարժույթ, ինչպես վարվել այդ արտարժույթի հետ, պահել, սպասել, փոխանակել, ինչ անել, քաղաքացին ինչպես վարվի այս իրավիճակում։ Այլ հավասար պայմաններում տեսեք գնանկում պետք է լիներ, քանի որ այն ապրանքները, որոնք ներմուծվում են այն երկրներից, որոնց արժույթները դրամի համեմատ նվազել են, ասենք օրինակ ԱՄՆ դոլարը, եվրոն, պարզը պետք է էժանանար, սակայն հաշվի առնելով համաշխարհային շուկաներում բարձր գնաճային ֆոնը, մասնավորապես սննդամթերքի, ասենք ցորեն, ձեթ, առաջին անհրաժեշտության, այո, սննդամթերքի, նաև էներգակիրների գները
տեսնում ենք, որ էներգակիրների գները, մասնավորապես նավթի գները, ու դրանից ածածվող նաև բենզինի գինը բավական արագ տեմպերով են աճում, եւ այս պայմաններում, այսինքն այդ արժեվորման մասնաբաժինը չի փոխհատուցում այդ բարձրացումը։ Իհարկե որոշակի գնանկումներ, այնուամենայնիվ, եթե մենք դիտարկենք ապրիլ ամսվա համեմատ, ներքին շուկայում նկատվել է իհարկե ոչ մեծ չափով, սակայն իրավիճակը այնպիսին է, որ ոչ թե կարծում եմ ներքին շուկայի հետ կապված խնդիր, այսինքն չեն ուզում գին էժանացնեն, այլ արտաքին գործոնների ազդեցությունն է, որը անընդհատ փոխանցվում է եւ բոլոր երկրների համար է սա մեծ խնդիր։ Սակայն այնուամենայնիվ որոշ շուկաներում գների կայունությունը այնուամենայնիվ նկատվում է եւ կարծում եմ ապագայում հնարավոր է փոքր-ինչ գնանկումներ նկատել, եթե այս իրավիճակը փոխարժեքների պահպանվի։ Ինչ վերաբերում է դոլարի, եվրոյի հետ կապված, քաղաքացին ունի գումար, ինչ անի, պահի, փոխանակի, ինչ անի։ Կարծում եմ, եթե խիստ անհրաժեշտություն չունի, այսինքն ծախսելու, այդ գումարը կարելի է պահել, կարելի է բանկում ավանդ դնել արտարժութային եւ եկամուտ ստանալ, նույնիսկ փոխանակել դրամով ավանդ ներդնել, որպեսզի քանի որ դրամն էլ գնաճի հետ կապված որոշակի 9% գնաճի պայմաններում նաեւ արժեզրկման խնդիր կա, դրամ պահել, ասենք, պարզապես տանը ենթադրենք պահոցում, կարծում եմ այնուամենայնիվ պետք է դա դնել շրջանառության մեջ, պետք է թեկուզ բանկերում ավանդի տեսքով, որոշակի նաև քաղաքացիներ դրանով իրենց, այսպես ասած, ֆինանսական եկամուտներ կապավեն, նաև արժեզրկումից կպահպանեն իրենց արժույթը, սակայն այդ քաոսային իրավիճակը կարծելով թե միանգամից փոխարժեքները կարող են բարձրանալ, նման բան չի լինի, եթե բարձրանան նույնիսկ աստիճանաբար ու շատ տեսանելի ու շատ քիչ չափերով, որովհետև իրավիճակը այնպիսին է, որ եթե նախկինում, ասենք, կտրուկ փոփոխություններ հնարավոր է արտարժութային շուկայում, այժմ այդ պատերազմի ազդեցությունների ճնշումը բավական մեծ է արտարժութային շուկայի վրա եւ մոտ ապագայում այդպես կտրուկ բարձրացումներ, ասենք, չեմ կարծում մտածեն։ Ուղղակի պարզապես եթե ծախսելու խնդիր չունեն, այնուամենայնիվ պահելը ավելի լավ է պահեն կամ ավանդի տեսքով։ Ավանդի տեսքով, իհարկե ամենաապահովը ավանդի տեսքով բանկում, եթե բանկում իհարկե խնդիրներ հետագայում չառաջացնեն, բայց կարծում եմ դա մասնակի դեպքեր են եւ պետք է կարծում եմ կա նաեւ ֆինանսական համակարգի հաշտարար, որը նաեւ նման դեպքերով կզբաղվի, իր գործառույթն է եւ այդ խնդիրը կարծում եմ կհարթվի։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, շնորհակալություն ընդունելու համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք աշխատանքն ուղիղ եթերում եւ թողարկման երկրորդ հատվածում առաջարկում ենք դիտել։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Նա այնտեղ մասնակցել է միջազգային տնտեսական համաժողովին, հանդիպում ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ հայ համայնքի հետ։ Անորոշ սկզբունքներով հաստակավոր եւ ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը։ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն անդրադարձել է գերատեսչության կողմից պատվավոր կոչումները չեղարկելու նախագծին։ Երևանում անցկացվեց Miss Model 2022 եւ Mr. Model 2022 մրցույթը, որին ինչպես նախորդ տարի այս անգամ եւս մասնակցեցին Քվիսթի նորաձևության դպրոցի շրջանավարտներն ու մանկատան սաներ։ Ավելացնում ենք ինտերնետի արագությունը։ Ավելացնում ենք ալիքների քանակը։ Ավելացնում ենք րոպեները եւ շարժական ինտերնետը դարձնում ենք անսահմանափակ։ Ավելի արագ ինտերնետ տանը, ավելի շատ հեռուստաալիքներ եւ Be-Free Unlimit, նոր կոմբո եւ կոսմոփաթեթներում։ Թիմ Տելեկոմ Արմենիա, միացիր նորին, միացիր թիմին։ Ուզում ես սանարատ։ Ուզում ես զովացնող։ Ուզում ես տոր։ Ուզում ես պաղ-պաղակ, Երևան կաթ Մարիաններից։ Այն, ինչ իսկապես ուզում ես։
Կուզեմ մեզի դանիք Սիթին, քիչումը բդդինք։ Երևան Սիթի, արշի։ Երևան Սիթին իր մեծությամբ նման է Երևան քաղաքին։ Օրինակ, էս գաստրոնոմի հրապարակն է։ Հարսանիքների ժամանակ մարդիկ գալիս են ստեղ, 7 կրուկ ֆռում են, թարմ զակուսկեղեն առնում գնում են։ Միսիս, դիսիս, թարմ միսիս, մեր քաղաքի ամենավարդագույն հատվածն է։ Էս էլ Երևանյան լիճն է իր ոսկե ձկնիկներով, որոնք կատարում են գնորդի 3 ցանկությունները։ Տեղական են, համեղ մատչելի։ Երևան Սիթի, սիրելի, հարազատ եւ բոլորիս համար։ Հաղթահարենք շոկը միասին։ Դոմուս հիպերմարկետների ցանցն առաջարկում է կենցաղային օթորակիչների լայն տեսականի մի շարք աշխարհահռչակ բրենդներից։ Հուսալի, էներգախնայող, անաղմուկ օթորակիչներ սկսած ընդամենը 175,000 դրամից, ապառիկ ամսական սկսած 4,700 դրամից։ Տեղադրումն անվճար, տրվում է 3 տարի երաշխիք։ Դոմուսի հետ շոկը խնդիր չէ։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության երկրորդ ամենախոշոր քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում։ Նա այնտեղ մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Այցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և տեղի հայ համայնքի հետ։ Հայաստանի նախագահի այցի մանրամասները ներկայացնում է իմ գործընկեր Դիանա Դավթյանը։ Հայաստանը ոչ միայն մեր գործընկերն է, այլ նաև ռազմավարական դաշնակիցը, ինչը մենք բարձր ենք գնահատում։ Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նկատենք, սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն է։ Ես շատ ուրախ եմ այս հանդիպման եւ ձեզ հետ ծանոթանալու համար։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Նաեւ շահագրգռված ենք, որ ձեր երկրում իրավիճակը լինի կայուն եւ երաշխավորի զարգացում։ Հուսով եմ, որ մեր այս հանդիպումը նույնպես կնպաստի դրան։ Դաշնակցային կամ, ինչպես Հայաստանի նախագահը բնութագրեց, Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների համատեքստում Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին մասնավորապես նշեց. Երբ հարաբերությունները եղբայրական են, կարիք չկա ասելու դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերություններն այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին։ Դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր եւ համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշումն է որպես քաղաքացու, որպես անհատի եւ որպես նախագահի այդ մոտեցումն ինձ անշուշտ օգնում է։ Հանդիպման ընթացքում նախագահները քննարկեցին հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Հայաստանի նախագահը անդրադարձավ հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու այդ հարցում Ռուսաստանի դերակատարմանը։ Հայ ժողովուրդը գնահատում է ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը եւս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց, մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն։ Վահագն Խաչատուրյան Վլադիմիր Պուտին հանդիպումը կայացավ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի շրջանակում։ Համաժողով, որը արդեն 25 տարի է անցկացվում է եւ կարծես դարձել է ուղենիշ Ռուսաստանի համար։ Այն համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին, նպատակ ունենալով քննարկել առանցքային խնդիրներն ու գտնել դրանց հնարավոր լուծումները։ Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը հյուրի կարգավիճակով ներկա գտնվեց համաժողովի լիագումար նիստին։ Այնուհետև շրջայց կատարեց նաև ներկայացված տաղավարներում, ծանոթանալով ցուցադրություններին, որին մասնակցում էր նաև
Հայաստանը։ Հյուրընկալվելով հայկական տաղավարում նախագահը մեծապես կարևորեց նման համաժողովներում մեր երկրի ներկայացվածությունն ու հետագա տարիներին ևս այն պահպանելու անհրաժեշտությունը։ Նախկին անվանմամբ Լենինգրադ կատարած այցի հագեցած օրակարգում էր նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Ցանկացած վայր այցելու ժամանակ ես պարտավոր եմ հանդիպել ձեր հետ, իսկ նկատում եմ մարդկանց հետ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք կամ չէ, դա ուրիշ կարգավիճակ է, բայց մենք ձեզ համարում ենք մեր քաղաքացիներ եւ ձեր խնդիրները ներխնդիրներն են եւ այդ տրամաբանության մեջ հանդիպումների հիմնական նպատակն է, որպեսզի կարողանալ հասկանալ ձեր անհանգստությունները կամ ձեզ հետաքրող հարցերը, իսկ մյուս կողմից էլ առիթ օգտագործելով մենք ներկայացնենք ձեզ Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը, որովհետև հասկանալի է, բոլորիս անհանգստացնում է այն իրավիճակը, որում մենք հիմա գտնվում ենք եւ տարբեր աղբյուրներից տարբեր ինֆորմացիաներ եք ստանում։ Դրանք կարիք ունեն շատ դեպքերում ճշգրտելու, որտեվ այն ինչ որ ստացվում է, շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում եւ դուք երևի հանկարծակի եք գալիս, երբ որ ինչ որ հարցի հետ կապված կամ խնդրի հետ կապված այլ ընթացք է ստանում։ Պետերբուրգի հայերի հետ հանդիպմանը նախագահը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանը ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքի ու այս ամենում հայկական կողմի դիրքորոշումների մասին։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական 25-րդ ֆորումին մասնակցելու նպատակով այս օրերին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում է գտնվում նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Այցի ընթացքում Երևանի քաղաքապետը եւ Մետրո Գիպրոտրանս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ստորագրել են Երևանի մետրոյի նոր Աչափնյակ կայարանի նախագծման պայմանագիրը։ Կարևորելով ծրագրի իրականացումը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքի նախաձեռնած տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում մետրոպոլիտենի զարգացումն առանձնակի նշանակություն ունի։ Անորոշ սկզբունքներով վաստակավոր եւ ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը։ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն անդրադարձել է գերատեսչության կողմից պատվավոր կոչումները չեղարկելու նախագծին եւ նշել, որ նորմալ չէ, երբ մի քանի մասնագետ որոշում է, թե ով է ժողովրդական արտիստ, ով ոչ։ Օրենքի նախագծի քննարկումը կշարունակվի մինչև հունիսի 30-ը։ Ընդունվելու դեպքում նախագծով առաջարկվող նոր կարգավորումը չի վերաբերի մինչ այդ տրված կոչումներին։ Հայաստանի ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ, վաստակավոր արտիստ եւ վաստակավոր նկարիչ։ Այս կոչումները չեղարկելու վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրա փոխարեն առաջարկվում է մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել արվեստի վաստակավոր գործչի եւ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները։ Սակայն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է, որ պետք է նաեւ այդ կոչումները չեղարկել, քանի որ ոչ ոք չպետք է ժողովրդի անունից որոշի, թե որ արվեստագետն է լինելու ժողովրդական, որը ոչ։ Մասնավորապես որևէ արվեստագետի մշակույթի գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ։ Մի բան կարող եմ վստահ ասել, որ բոլոր հիմնավորումները տրվել են, կտրվեն, ես շատ ակտիվ ելույթներ եմ ունենալու այս կապակցությամբ, պարզապես նկատի ունենանք, որ խոսքային նախագիծը, որը շրջանառվում է, չի վերաբերում արդեն այդ կոչումներն ունեցող մարդկանց, թող բարով վայելեն այդ կոչումները, խոսքը վերաբերում է հետագայում այդ կոչումները չեղարկելուն։ Ինչ վերաբերում է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի եւ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներին Արա Խզմալյանը տեղեկացրեց, դրանք չեղարկելու որոշումը դեռ քննարկման փուլում է։ Եթե կլինեն հստակ հիմնավորումներ, ապա դրանք եւս կչեղարկվեն։ Այնուամենայնիվ, չնայած հասարակության շրջանում լայն քննարկումներին եւ բողոքի դրսեւորումներին, փոխնախարարը գտնում է, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է իր նշանակալի աշխատանքով իրեն հանրահռչակի որպես ժողովրդական արտիստ։ Այդ դա արդեն կլինի բնական ու օբյեկտիվ, սակայն չի նշանակում, որ մյուս ոլորտներում եւս կոչումները կչեղարկվեն։ Ըստ Խզմալյանի, որպեսզի թույլ չտան, որ մշակույթի բնագավառը հայտնվի մեկուսացման մեջ, ամեն դեպքում որոշ կոչումներ կպահպանվեն։ Ես կարծում եմ, որ մեր ստեղծագործական հանրության ողջամիտ հատվածը համակրում է այս նախագիծը։ Ես այսօր լսեցի պարոն Էլբակյանի
տեսակետը, որը ժողովրդական արտիստ է եւ ասած, որ այս կոչումները ստեղծվել են կախվածության մեջ պահելու հանրությանը, իմ խորին համոզմամբ սրանով մեծանում է արվեստագետի ազատությունը որևէ քաղաքական իշխանությունից։ Եվ իմ կողքը նստած է Հարություն Խաչատրյանը, որը ժողովրդական արտիստ է, որ ճիշտն ասած երբեք չեմ հիշում, որ նա ժողովրդական արտիստ է եւ երբեք իր արժեքը չի եղել ժողովրդական արտիստի կոչման մեջ։ Վերը թվարկված կոչումները ստեղծվել են դեռ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, որի նպատակը եղել է այսպես ասած հեղինակություն ստեղծելն ու նրանց օգնությամբ քաղաքական ազդեցություն ունենալը։ Արա Խզմալյանը վստահեցնում է, հենց այսպիսի կոչումներն են, որ աղավաղում են մշակութային ոլորտը, նաև արվեստագետներին, ոլորտի ներկայացուցիչներին ու մասնագետներին շեղում իրենց բուն մասնագիտական խնդիրներից ու պարտավորություններից։ Ավելին, այդ կոչումների պատճառով է, որ մշակույթի ոլորտում գնալով մեծանում եւ լրջագույն խնդիր է դառնում կադրային քաղաքականությունը։ Եկեք գնանք շատ շոշափելի, շատ կոնկրետ արդյունքների հետևից եւ ոչ թե կեղծ հեղինակությունների, տիտղոսների, ել չեմ ասում, որ այդ տիտղոսները պարզապես զառանցանքի են վերածում ամեն տարի, երբ գալիս ենք սեպտեմբերի 21, մայիսի 28, դուք չեք պատկերացնի, թե իմ աշխատասենյակում այս կոչումների թեմայով ինչ քննարկումներ են լինում եւ դուք չեք պատկերացնի, թե այս կոչումների շուրջ անցյալում ինչ խայտառակ փոխգործակցություններ են եղել, ով ինչի համար է զիջել եւ ինչ է ստացել դրա դիմաց։ Արա Խզմալյանն ընդգծեց, իրենք բոլորովին էլ չեն հրաժարվում շքանշաններից ու մեդալներից։ Ընդհակառակը հենց այս քայլով գերատեսչությունը կբարձրացնի շքանշանների դերն ու արժեքը։ Ընդ որում, ճիշտ է թեև քիչ կլինեն, սակայն կընտրվեն իրապես արժանավորները։ Լուսինե Գրիգորյան, Հայկ Գևորգյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանում անցկացվեց Miss Model 2022 և Mr. Model 2022 մրցույթը, որին ինչպես նախորդ տարի այս անգամ ևս մասնակցեցին Քվիսթի նորաձևության դպրոցի շրջանավարտները և մանկատան սաներ, քանի որ նորաձևության մրցույթի գաղափարախոսությունը գեղեցկությունը բարության մեջ գտնելն է։ Տարին երկու անգամ մեկ բեմում են հավաքվում ճաշակ ու նորաձևություն թելադրող փոքրիկները։ 3-ից 15 տարեկան վառ անհատներին իրենց գեղեցկությունը, ոճն ու խարիզման ցույց տալու հնարավորություն է տալիս դիզայներ Քրիստինե Գրիգորյանը, որի համոզմամբ երեխաները վաղ տարիքից պիտի ճաշակ զարգացնեն, տիրապետեն գունագիտության նրբություններին եւ հագնվելու էթիկայի կանոններին։ Ամեն անգամ ես շատ մեծ ապրումներ եմ ունենում, օրինակ այժմ ես շատ լարված եմ, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ ու հենց բարձրանում ես բեմ այդ լարվածությունը իսկույնևեթ չքվում է ուղղակի։ Ստեղ ենք մոտանք ցույց տալու կաշվի, սպորտ ու ամառը։ Մենք բանը քայլելու ենք եւ մենք սիրուն շորերը տեսնելու են սաղը։ Փոքրիկ մոդելները Քվիսթի նորաձևության դպրոցի շրջանավարտներն են։ Նրանք գիտեն ինչպես միայնակ լցնել բեմն ու գրավել հանդիսատեսին։ Սակայն միջոցառման գլխավոր նպատակն այս ամենում մանկատան սաներին ներգրավելն է։ Միջոցառման շրջանակներում աջակցել է նաև պետք մանկատան երեխաներին եւ անապահով երեխաներին, ինչու որովհետեւ այդ երեխաները չեն լինում նմանատիպ միջոցառումներին եւ իրանց համար դա շատ մեծ մի երևույթ է, հա, մի երեկո է, որտեղ իրանք իրենց զգում են արքաներ եւ արքադուստրներ, տարին երկու անգամ ես այդ երեկոն իրենց պարգևում եմ։ Փոքրիկները նորաձևության երեկոյի շրջանակներում մասնակցեցին նաև Miss Model 2022 և Mr. Model 2022 մրցույթին։ Մրցույթ, որտեղ պարտվողներ չկան, ու բոլոր մասնակիցներն անխտիր ժյուրիի որոշմամբ արժանանում են որևէ տիտղոսի։ Իսկ ժյուրիի անդամները, որոնց թվում են Անիկ Քոչարը, Վրեժ Կիրակոսյանը, Լուիզա Ներսիսյանն ու Նատալիա Ռոտենբերգը, կգնահատեն փոքրիկներին գեղեցկության չափանիշներով ու դրանցից դուրս։ Ճաշակը ինձ համար շատ ինդիվիդուալ բան է, ինչ նորաձև է արևելքում, միգուցե անընդունելի է արևմուտքում։ Կարծում եմ ամեն մարդ պետք է կրի այն, ինչ իրեն սազում է, եւ ոչ թե այն, ինչ նորաձև է։ Ես ամենայն դեպս հետևում եմ այդ սկզբունքին։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր նորաձևության աշխարհին եւ հայաստանյան տենդենսներին, կարծում եմ Հայաստանը զարգանում է հետևելով համաշխարհային տենդենսների։ Զարգանալու շատ տեղ կա, բայց ես շատ ուրախ եմ, որ զարգացումը ընթանում է համաչափ եւ արագ։
Այս անգամ նորաձևության փոքրիկ աստղերը ցուցադրեցին 3 հավաքածու՝ կաշվե, ամառային եւ երեկոյան զգեստներ։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս նորաձևության փակ երեկոն համախմբել էր արվեստի, շոու բիզնեսի, անգամ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին։ Այդա Կիրակոսյան, Աննա Ղազարյան, Գոռ Հովանիսյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնանք միջազգային լրահոսին։ Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամյան հայտարարել է, որ Ուկրաինան կարող է օգոստոսի վերջին վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ։ Նա նշել է, որ մինչև այդ Կիևի բանակցային դիրքերը պետք է ուժեղանան Ուկրաինայի զինված ուժերի ծրագրած հակահարձակումից հետո։ Արախամյանն նաև ասել է, թե ակնկալում է, որ հակահարձակումից հետո մինչև օգոստոս բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի դիրքորոշումը կփոխվի։ Իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 1-ից Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ կմտցնի։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Ռուսաստանը պնդում է, որ մոտ 2000 օտարերկրյա վարձկաններ են սպանվել Ուկրաինայում Մոսկվայի ռազմական միջամտության սկզբից ի վեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խոսել է Ուկրաինայում անհետ կորած 3 քաղաքացիների մասին։ Նա նշել է, որ առայժմ իրենք չգիտեն, թե որտեղ են այդ քաղաքացիները, ուստի Բայդենը կոչ է անում իր բնակիչներին դեռ չգնալ Ուկրաինա։ Ֆրանսիայում անոմալ շոքեր են, երկրում գրանցվել է ռեկորդային 40 աստիճան տաքություն, թեև օդերևութաբաններն ասում են, որ հունիսի կեսերից հետո եղանակը կփոփոխվի, սակայն ֆրանսիացիները դեռ չեն կարծում, որ կզովանան։ Այս օրերին նրանք փորձում են զով տեղ գտնել մայրաքաղաքի կենտրոնում Սենայի ափին գտնվող ծառերի ստվերում։ Մաթիաս Ժիրոն, որը հայտնի է որպես սուպեր ֆրանսիացի, իր հուսի չնարկների պատճառով դահուկային ցատկ է կատարել Ագիլ դու Գոութերից։ 4000 մետր բարձրությամբ այս լեռը գտնվում է ֆրանսիական Ալպերում։ Իր այս սխրանքը լեռնագնացը պլանավորել էր դեռ 10 տարի առաջ։ Արտակարգ ծառայությունները պայքարում են Կատալոնիայի մի քանի անտառային հրդեհների դեմ։ Իսպանիայում հրդեհների պատճառը շարունակում է մնալ անոմալ շոքը։ Երկրում ջերմաստիճանը հասել է 43 աստիճան Ցելսիուսի։ Կատալոնիայի Բալդոմարի մոտակայքում բռնկված ամենատակնապալի հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 500 հեկտար անտառ։ Դաշնային ոստիկանությունը կարևոր հայտարարություններ է արել կապված բրազիլացի լրագրող Դոն Ֆիլիպսի եւ բրազիլացի բնակիչ Բրունո Պերեյրայի հետ, որոնք հունիսի 5-ից անհետացել են Ամազոնի Վալե դո Ջավարի շրջանում։ Իշխանությունները հերքել են կազմակերպված հանցագործության վարկածը։ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կինը եւ փաստաբանը հայտնել են, որ մտադիր են բողոքարկել ավստրալացու Միացյալ Նահանգներին արտահանձնման վերջին քայլը։ Նյու Յորքում լրագրողի հայրն ու եղբայրը բողոքել են մամուլի ազատության դեմ հարձակման համար։ Մինչդեռ Փարիզում ձախակողմյան Ժան-Լյուկ Մելենշոնն ասել է, վարչապետ ընտրվելու դեպքում ակտիվիստին Ֆրանսիայի քաղաքացիություն կտա։ Սենեգալի մայրաքաղաք Դաքարի փողոցներում ոստիկանությունը բարեկային հսկողություն է իրականացնում խորհրդարանական ընտրություններից առաջ երկրի ընդդիմության բողոքի ակցիաներից հետո։ Դաքարի փողոցներում զինված ոստիկաններին հանդիպելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են ցրվել։ Զայրացած ամբոխն այրել է առնվազն 4 գնացք եւ վնասել երկաթուղային կայարանը Հնդկաստանի հարավային Սեկունդերաբադ քաղաքում։ Շարունակ տեղի ունեցող բողոքի ցույցերից մեկը բռնկվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է ժամանակավոր հավաքագրման ծրագրի մասին 4 տարով երիտասարդներին զինված ուժեր ներգրավելու համար։ Էկվադորում հազարավոր մարդիկ հավաքվել եւ բողոքի ցույցեր են իրականացնում կառավարության դեմ։ Պատճառն այն է, որ առաջնորդ Լեոնիդաս Իզան, որը մեղադրվում էր հանրային ճանապարհները փակելու մեջ, ազատ է արձակվել կալանքից։ Եթովպիայի հարավում եւ արևելքում երաշտի պատճառով երկրում գրանցվել է բնակիչների թերսնման աճ։ Տեղի մասնագետները եւ Save the Children հասարակական կազմակերպությունն ահազանգում են խնդրի վերաբերյալ, որը կարող է բավականին լուրջ հետևանքներ թողնել քաղաքացիների համար։
2 դար շարունակ Իսպայսի Միրզի բնակիչները ծաղիկների զարդարանքներով գորգերի տեսքեր են ստանում, որոնք զարդարում են լեհական գյուղի կենտրոնական փողոցները։ Կորպուս Քրիստի երթը գյուղում ավանդույթ է դարձել, որն անցյալ տարի ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Այս ավանդույթը 200 տարվա վաղեմություն ունի եւ գյուղի մեծերի խոսքով միայն մեկ անգամ է պատահել, որ երթի համար ծաղիկների գորգ չի եղել, քանի որ կեսօրից հետո փոթորիկ է բռնկվել եւ ամեն ինչ քշել։ Այսքանն էինք առանձնացրել հրահոսից, գլխավոր ժամի համար վերջում կարող եք ծանոթանալ նաև եղանակի տեսությանը։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս մաղթելով հաճելի կիրակի ցտեսություն։